Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր օգոստոսի 19 է 2026 թվական։ Առաջիկա 20 օրերի ընթացքում կշփվենք այստեղից։ Իհարկե ժամերի տարբերությունը ինձ վրա չի ազդում, որովհետև որտեղ ուզում եմ գտնվեմ, ես աշխարհի հետ հարաբերվում եմ համայն հայության մայրաքաղաք Երևանի ժամանակով։ Ուրեմն այսպես Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP նախագծի իրականացումը։ Այսինքն եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից կոնգրեսական հանրապետական ծագումով էլ ինքը Ամերիկայի մածնվեց ծագումով սիրիացի եկել է հանդիպել եւ ամենակարևորը որ այդ կոնգրեսականի հետ քննարկել են TRIP-ի հարցը։ Տեսեք ինչ չափի են կարևորում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ամբողջությամբ մասնավորապես նշում են TRIP-ի հարցը։ Իսկ դա թվում է թե շատ լավ է, ժողովուրդ ջան, տեսեք, միլիարդների ծրագիր են կանում, Ամերիկայի հետ են կանում, բայց մեր հարևանին էլ հիշեք, որ ինքը լուրջ խնդիրներ ունի այդ երկրի հետ եւ դա կարող է մեզ համար բարդություն առաջացնի, առավել ևս այս ինտենսիվությամբ, որ ցույց ենք տալիս, որ այդ գործը անում ենք Ամերիկայի հետ։ Որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Վարչապետը կարևորել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հեղետևողական զարգացումը եւ նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը, վստահություն հայտնելով, որ Հայաստան-ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ տեխնոլոգիական ոլորտներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIP-ի նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի հետ, մանավանդ որ խորհրդարանական է, ինքը գործադիր իշխանությունից չէ։ Ինքը չի էլի ոնց որ ասենք դա անողը, բայց կարևորը ինչքան է, Ամերիկայից մարդ է եկել, տեսեք, մենք TRIP-ի հարցը քննարկում ենք։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Զրուցակիցների տարածաշրջանային զարգացումներին, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումների TRIP-ի նախագծին վերաբերող հարցեր եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Այն որ TRIP-ի հետ կապված քննարկում են, որ TRIP-ի հետ կապված հիմնադրամի գումար 2001-ից 201 միլիոնից 402 միլիոն դարավ, էդ էլ գիտենք։ Բայց եւ ուրիշ հարց է առաջանում, բայց նաեւ գիտենք, որ Իրանից ասում են որևէ պայմանավորվածություն մեզ հետ չունեք, մենք դեմ ենք, դա մեզ համար սպառնալիք ենք համարում։ Մեզ չի հաջողվել Իրանի կասկածները փարատել, որ մի անի այդպիսի բան, սա քո դեմ չի, նա ասում է Ամերիկան ստեղ չպետք է մտնի։ Եթե Ամերիկան եւ Իրանը համաձայնության չեկան, դա մեզ համար խնդիր է, որովհետեւ ինչքան էլ Ամերիկան Իրանից ուժեղ լինի, Իրանը պատասխան հարվածներ է տալիս անգամ ԱՄՆ բազաներին։ Այսինքն սա աչքաթող անել կամ ուղակի մարդկանց ասել, դե ինչ է հետևից է կնգե, նրանք ովքեր TRIP-ին դեմ են, նրանք ուղակի ուրիշի պատվերն են կատարում եւ այլ, TRIP-ին դեմի մասին է խոսքը, մենք հիմա դրա մասին ենք խոսում, թե ինչ որ դուք հիմա ընդգծված ձևով ներկայացնում եք, կյանքի կոչելու առավել քան բարդություն եք ունենալու մի պարզ պատճառով, որովհետեւ Իրանն ասել է ինչ խաղեր եք տալի։ Առավել եւս որ Իրանի հետ կապված որևէ պայմանավորվածություն չկա, հոխորտանքներ, մի փոքր հանդարտ, նորից հոխորտանքներ։ Ուրեմն սա չգիտեմ ինչի են անպայման ընդգծված հիմա ասենց շեշտում բոլոր պաշտոնյաները այն էլ խորհրդարանականի հետ քննարկման ժամանակ, բայց հաստատ դա չի խոսում այն մասին, որ Իրանը սրանից ավելի չի կատաղելու, թե ես ինչ է կանում։ Իդեպ, անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը խոսելով առաջիկայում իր անելիքների մասին նշեց, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել։ Շարունակվելու է մեր հարևան բոլոր երկրների հետ համագործակցությունը, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն եւ կտեսնենք առաջիկայում։
բոլոր հարևանների մասին, որ ասում եք, մի 4 հարևան ունենք, էլի, 4-ից 2-ին առանձնացնելու թվարկել Ադրբեջան, Թուրքիա, ով էր կասկածում։ Որևէ մեկը չի մտածել, որ Արմեն Գրիգորյանը, որ անվտանգության խորհրդի քարտուղար էր 8 տարի, նա Նիկոլ Փաշինյանի ասածը չեր անի կամ քթերանար կամ որևէ ձև։ Պարզ բանը բոլորս էլ գիտենք, դա հնարավոր չէ, որովհետև եթե մարդը Շուշիում եղել հարսանիք արել, եթե մարդը այնտեղ ծնվելով միշտ խոսել է, որ դա իր հայրենիքն է եւ հետո եկել է մի պահ, որ մտածել է ինչ հայրենիք, այնպես որ շատ չխորանակ մարդը հիմա գործից դուրս է եկել, այդ իր թեման չի։ Ուզում եմ ասեմ, հանկարծ չմտածեք, երբ որ խոսում ենք Արմեն Գրիգորյանին տարանջատում ենք, ասում ենք, չէ, ինքը լրիվ ուրիշ էր, ինքը համեմատելու չի Ալեն Սիմոնյանը, բայց Ալեն Սիմոնյանը կոնկրետ նպատակային այն հայտարարությունները, որ արել է, նա Նիկոլ Փաշինյանի համար գանձ է, դա չի կարող խորհրդանում մնալ։ Եթե նույնիսկ նա Պարլամենտում ավելի բարձր պաշտոն ունի, քան անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, բայց մարդ, որը կանգնել ասել է, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, ինքը լինելով հիմա անվտանգության խորհրդի քարտուղար, բա կանչել են, որ ասի վայ, դե արի ու Ադրբեջանի հետ հարաբերությունը լավացրու։ Նիկոլ Փաշինյանն ասել է հավասարության նշան ենք դնում։ Արցախայությունը չպետք է գնա Ադրբեջան, Ադրբեջանը չպետք է գան Հայաստան։ Բայց Ալեն Սիմոնյանն ասել է, ինչ եք խոսում, մի քիչ վիճակը լավանա, անվստահությունն ասնի, բա պետք է գան, բա ինչ պետք է անեն։ Արեստուրել պետք է անենք, էս էլ պետք է անենք, այն էլ պետք է անենք, միջխորհրդարանական կապերն էլ պետք է զարգացնենք, էս անենք, այն անենք, ես պետք է գնամ Բաքու, մի խոսքով։ Այն ինչ դեպի ինքը տենց հարցակվել էր ու Ադրբեջանի գովքներ անում, ափսոս էր, որ ինքը խորհրդանում մնար։ Այդպիսի գանձը պետք է գար անվտանգության խորհրդի քարտուղար դառնար, որ այդ ծրագիրը առաջ տաներ։ Այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ով է ասե ԵԱՏՄ եւ ով է ասե Եվրամիություն, մենք կարող է երրորդ ճանապարհով ենք գնում։ Մենք գիտենք, որ այդ երրորդ ճանապարհը որն է, երկու ճանապարհ է, մեկը դեպի Թուրքիա, մեկը դեպի Ադրբեջան, բայց քանի որ այդ երկուսը միասին են, դա մի ճանապարհ է արդյունքում։ Հայաստանի շահերը իրանց ոտերի տակ գցելը մի ճանապարհ է։ Բայց միևնույն ժամանակ թող անկեղծորեն կանգնեն ասեն, եթե դու ցանկանում ես պոկվես ԵԱՏՄ-ից, քեզ մի հատ ուժեղ ձեռքապետ, որ այդ հարցում քեզ քաշի, օգնի, ձեռք մեկնի, այդ ճահճից հանի։ Չես կարող դու տեղից դուրս գալ ու որևէ մի տեղի հետ կապված գործընկեր չլինես։ Հետ խորհրդային բոլոր երկրները, Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները, որոնք պետքա դուրս գային խորհրդային միության ազդեցությունից, որից հետո Ռուսաստանի ազդեցությունը, Ռուսաստանը տենց հեշտ դիրքերը չէր զիջելու, առաջինը բոլորը անդամակցել են ՆԱՏՕ-ին, նոր դարձել են Եվրամիության անդամ, հատ-հատ, դա եւ Մերձբալթյան 3 հանրապետությունը եւ Արևելյան Եվրոպայի երկրները։ Մանրամասը ես ձեզ ներկայացրել եմ ամսաթվերով, որ դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, նոր Եվրամիության, որովհետեւ առաջ լուծել են անվտանգության հարցը։ Չես կարող դուրս գալ Ռուսաստանի ճիրաններից մի հատ ազդեցիկ ձեռք, չդնի ձեռը գլխին ու ասի ես քեզ տեր եմ, դու սարի։ Եվ պատահական չէ, որ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները մի առանձնահատուկ ջերմությամբ էին Ամերիկայի հանդեպ, որտեղ մտածում էին, որ Եվրոպան ինչքան եվրոպական ընտանիք է, որտեղ իրանք պետքա լինեն Եվրամիության անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոշտ ձեռքը չլներ, իրանք Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալ չէին կարող։ Ես սա բերում եմ այդ օրինակը ստեղի վրա, որ եթե դուք գտնում եք, որ ԵԱՏՄ-ից դուրս են գալիս, Եվրամիություն չենք գնում, մի հատ առանց ասելու երրորդ ճանապարհ ենք գնում, որի մասին էլ չի ասվում, իսկ եթե ասվի գիտենք ժողովուրդը դա ոնց կընդունի, այս է արդյունքում մենք շատ վատ ճանապարհով ենք գնում։ Սա մեր համար իսկապես իր մեջ շատ դուրս վտանգ է պարունակում։ Դրա համար Ռուսաստանը ամեն օր լկտի անում է, որտեղ ասում է դուք գնալու տեղ չունեք։ Նիկոլ Փաշինյանն ասում է մեզ ասեն գնալու տեղ չունենք, մենք հիմա իրանց ինադու գնում ենք։ Ու ասում ենք ուր եք գնում, ասում է ես իմ ուր։ Այդ էիք ասում։ Ռուսաստանը առավել քան հիմա հասկանում է, որ մենք գնալու տեղ չունենք։ Հենց այս կատարած այս կարգի քայլերից Ռուսաստանի Ռոսսելխոզնadzորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները եւ տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաեւ գործողությունների ալգորիթմ, որն առաջարկվել է հայկական կողմից ԵԱՏՄ անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջների պահպանման համար հայտնել են գերատեսչությունում։ Շարունակում է պնդել, որ դուք մեզ տալիս եք անորակ ապրանք, գնացեք խելքներդ, գլուխները թավակեք, որակի հարցը լուծեք նորմերին համապատասխանին, նոր մենք կընդունենք։ Սա քաղաքական ճնշում չի, սա զուտ ձեր անորակ ապրանքը հերիք բերեք մեզ տակ։ Ու ստացվում է այդ անորակ ապրանքը մենք երկրի ներսում ենք ուտում, բա հետո վաստուգում, որովհետեւ ոչ մի անգամ մեր կողմից դա չի հնչել մեր կառույցների կողմից։
եւ երկրորդ քաղաքական որոշում կայացրած Եվրոպան մեր ապրանքը ստանում է։ Եթե անորակ չի, ուրեմն ամոթ Ռուսաստանին, եթե անորակը ամոթ մեզ, բայց ի պատիվ Եվրոպայի, որ փորձում է նույնիսկ այդ պարագայում քաղաքական որոշման արդյունքում քայլեր անել, ու մեր իշխանություններն էլ ակտիվ քայլեր չեն անում այդ ուղղությամբ, որ հետո կանգնեն ասեն դե դա Եվրոպան, ասիկ ուրա, թող նորմալ մեր ապրանքներն իրացնեն, մենք Եվրոպային հայտ ներկայացնենք, գիտենք, որ ինքը հայտ չի ներկայացնելու, իրան պետք է ուղղակի պատճառ ման գա, տեսա, որ մարդիկ լավ չեն հասկանում Եվրոպային, որ պատճառը ման գալի, ասեց, բայց ով ասել, որ մենք Եվրոպա ենք գնում, մենք երրորդ ճանապարհով կարող է գնում ենք, այսինքն հերիքա ձեզ կոտորեք, մենք չենք գալիս։ Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել։ Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Սա այն է, որ Բրիտանիայից ասեցին, որ մենք օգնում ենք Ուկրաինային, տալիս ենք դրոններն արդեն փորձարկած են, լավ էլ հարվածներ են հասցրել Ռուսաստանին ու չեն թաքցրել, որ դա իրանք են տվել։ Անգամ մակնիշները, անգամ ով արտադրել, անգամ ինչ որակի, ինչ բնութագրի դրոնների մասին է խոսքը։ Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալի որպես արյունալի հանցագործությունների եւ ահաբեկչական հարձակումների հանցակից եւ մասնակից։ Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ։ Նշել է Դիվանի գիտական առաքելությունը, հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, այնքան բարձր կլինի գինը, որ նա ստիպված կլինի վճարել։ Վայ, հուզվեց։ Լոնդոնը հուզվեց։ Արդեն գինը պետք է վճարի, հիմնած կոպեկ փող են հավաքում, որ այդ գինը վճարեն։ Մոռանում են, որ սա այն Լոնդոնն է, որ 2022 թվականին Բորիս Ջոնսոնը լինելով վարչապետ կանգնեց, Զելենսկուն ասեց չզիջ է Ստամբուլի հետ կապված, եւ բոլորը գիտեն, որ իրքը համառորեն կռիվ տվեց ոչ միայն Զելենսկուն աջակցելու, այլ մյուսների հետ քայլեր անելու, որ զիջման չտանեն։ Իհարկե հետո, երբ որ նրան էս Փառքը վերագրում էին դափնիներն իրան համեստորեն ասեց, որ դե ով ասե, որ իմ ասելով արվել, հա ուղղակի էսպես այնպես, բայց բոլորը դա գիտեն էլի, նույնիսկ եթե ինքը չգիտի, ասենք թող ինքը իմանա, դա ինքն է արել։ Ու այն Բորիս Ջոնսոնը, որը պաշտոնաթողությունից հետո կանգնեց եւ ասեց, ես որ օգնում եմ Ուկրաինային, Պուտինը կանգնեց, ասեց Բորիս, հրթիռներով խփելու եմ Լոնդոնին, բայց դա չի խանգարել, որ ես ավելի ակտիվ ձևով Ուկրաինային օգնեմ։ Ու դա ասել է 2022 թվականին, որ Պուտինը այսենց բացահայտված փուչիկ չէր, Պուտինից վախենում էին, ասում են չես իմանա, ամենահզոր բանը էսա միջուկային զենք կօգտագործի եւ այլ, հիշում եք այդ ամեն ինչը, այսօրվա Պուտինը չէր, էլի։ Բայց այդ պարագայում այդ մարդը համառություն էր հանդես բերել։ Իսկ այսօրվա վարչապետը Բըրնհեմը ասել է, որ իմացեք, որ ես շարունակելու եմ Քիր Ստարմերի քաղաքականությունը, իսկ Քիր Ստարմերն է շարունակել է պահպանողականների քաղաքականությունը, որոնք պինդ կանգնել են Ուկրաինայի թիկունքին։ Եվ հիմա շարունակություն ունենք։ Ի պատասխան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ Լոնդոնը ուսուսի է կանգնած Ուկրաինայի կողքին։ Այսինքն այդքան քեզ կկոտորես չգիտես ինչ անես, կսպառնաս, մենք ասում ենք, որ ինչ ուզում ես, ասա, մենք Ուկրաինայի ուսուսի ենք կանգնած Ուկրաինայի կողքին։ Այնպես որ այն որ ուկրաինական պատերազմը մեզ համար չափազանց կարևոր է, ամեն օր եմ խոսում, նույնիսկ կարող է շատ մարդիկ ասեն, դե հասկացել ենք, լավ, Ժողովուրդ ջան, ինիկատի ունեք, հասկացել եք, բայց ամեն օր ուրիշներն էլ են խոսում։ Մի օր հանկարծ չանդրադառնանք, մարդկանց թվա կարող է իրավիճակը փոխվել, կարող է մի բան այն չի։ Հետո միշտ նոր բաժանորդներ են ունենում, մարդիկ մեզ միանում են, ուզում են իմանան այդ ամեն ինչը։ Ոչինչ, երբեք կրկնությունը ոչ մեկին չի խանգարել։ Մոսկվան եւ Մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել, ավելի քան 600 անօդաչու է արձակվել։ Մոսկվայի քաղաքապետ Սոբյաննի փոխանցմամբ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Ժամանակավորապես դադարեցվել են նաեւ Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքները։ Այդ 600 անօդաչուն բաց են թողել, 180-ը խոցել եք։ Բա մնացածը ուր է, ժողովուրդ ջան։ Կարող է ասեք, հա, ինչ որ տեղեր հասել է։ Հասել եք նրան, որ օդանավակայանները ժամանակավորապես դադարացրել են։ Չեք կարողանում օդանավակայանի հարցը լուծեք, չեք կարողանում ձեր ոչ թե Ուկրաինայի օդը չեք փակում, ձեր օդն եք փակում, որ ձեր ինքնաթիռները չեն թռնում։ Էսա ձեր վիճակը եւ այդ խելքով էլ ուզում եք Հայաստան կառավարեք։
Ժամանակավորապես դադարեցվել են նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը, 10 գործակալությունը վկայակելով Սոբյանին հետևյալները սահմանվել է վերջին 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձը։ Մինչև անցնել է մնացած հարցերը մի բան էլ ասեմ, հիմա տեսնում եք խորհրդանում այս ուժերը, դե պարզա Նիկոլ Փաշինյանի գնալը, ասում գնում ենք, ես իմ ուժ, իսկ այն երկուսն էլ հաստատ գիտենք դեպի Ռուսաստան, որ հարաբերությունը կլավացնենք եւ այլ, հիմա էլ մի թեմա ենք թե առավոտի քննարկում են։ Պարզա ես չեմ նայ ելույթը ուղղակի ես դուրերը ցես համար հավաքելուց աչքս ընկավ, որ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի տեխնացուն ուժեղ Հայաստանի պարզվում է լավ չի հանդես եկել, համոզիչ չի եղել, ոնց որ թե ինքը լավ չի թեմային տիրապետում, ոնց որ թե ինքը լավ տեխնացու չի, ժողովուրդ ձեռ եք առեց, ես թե ես ժողովրդին։ Այն որ այդ մարդը հզոր ուժեղ Հայաստանը այդ եվրոինտեգրացիայի հանձնաժողովը վերցրել է, որ թեման թաղի։ Այդ թեման թաղելու համար դուք մտածում եք գերեզմանափորը համոզիչ է թե անհամոզիչ։ Այսինքն որ եթե լավ տեխնացուներ ինչ էր անելու, մեզ Եվրոպա էր տանելու, Եվրոպա չտանելու լավ տեխնացուն ո՞րն է ժողովուրդ։ Ենթադրենք նա չի, մեկ ուրիշն է։ Այսինքն պատկերացնում եք, դուք ընտրում եք բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ եւ գնում եք տեխնացու է առաջադրում ձեզ այն սուզվողների ասոցիացիան, որ ցածկում են ընկնում են ջերի մեջ։ Հիմա էլ եկել է մարդը ելույթ ունենում, ասում եք համոզիչ չի սուզվում, սա ոնց կարող է պատահի գնդակ գցի, լավ մի հատ գնդակ գցի մի հատ, այդ մարդը չի մասնագետացել գնդակ գցվելու վրա, այդ մարդը մասնագետացել է ջուրը գցվելու վրա, եթե դուք դրանց մեջից ամենաարժանին որ գտնեք, ինչ է անելու, ավելի համոզված, ավելի որակյալ է գցվելու ջուրը, գնդակը չի գցելու զամբյուղի մեջ։ Ում եք ձեռ առնում, որ հիմա լուրջ քննարկում եք, էսա ձեր տեխնացուն, ինչ պետք է լիներ այդ տեխնացուն, ով պետք է լիներ, Պուտինի տեխնացուն ով պետք է լիներ, մեզ ուր էր տանելու։ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլա Պանֆիլովան Կոմսոմոլսկայա Պրավդա ռադիոկայանին տված հարցազրույցում կոչել է երկիրը լքած եւ դավաճանած ռուսաստանցիներին զրկել քվեարկելու իրավունքից։ Ով էր կասկածում։ Փագեցիկ յաբլկն, չնայած այդ դիմադիր ուժերը կարող է իշխանապողություններ անելու տոտալիտար Ռուսաստանում, դա էլ արեցիք, այնտեղ քրեական գործ հարուցեցիք կուսակցության տեղակալի վրա, այդ էլ արեցիք, ամեն ինչ անելուց բացի, մեկ էլ մի հատ էլ Նիկոլավարի որոշեցիք ինչ-որ մարդկանց ձայնի իրավունքից զրկել, դե Նիկոլ Փաշինյանը բացատրում էր մարդը եթե Հայաստանում չի եղել, նա ինչի պիտի քվեարկելու իրավունք ունենան, ապտի Հայաստանում էլ եւ այլ, նույնիսկ այն աշճանի, որ ռուսների նման այսենց օրենքը խախտելով կարան որոշում կայացնեն։ Եթե սահմանադրության 48 հոդվածը հստակ նշում է, ով կարող է մասնակցել ընտրությանը, ընտրելու իրավունք ով ունի, 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացի, ու ում արգելվում կոնկրետ նշածա դեպքերը, վերջ, մնացածը իմպերատիվ պահանջ է, եթե սահմանադրությունը չի նախատեսում, որ այլ դեպքերը կարգավորվում են օրենքով, նշանակում է տեղ չի թողում, որ օրենքով որոշակի բան կարող է ստանել, այլ հստակ նշում է, այստեղ այսպես կարելի է, այսպես չի կարելի, վերջ, երրորդ բան ավելացնել նշանակում է սահմանադրությունը ճղել գցել աղբար կղը, ինչի, որտեղ ցանկացած այդ դեպքում սահմանադրական նորմ կվերցնես, գրված է սա, ասում ենք Ժողովուրդ ջան, սահմանադրության մեջ այսպես է գրված, ասում է հա ինչ ա եղել որ օրենք կընդունենք, այսպես կդարձնենք, ասես, բայց սահմանադրության մեջ չի նախատեսում, մենք օրենքով նախատեսում ենք, սահմանադրության մեջ պետք է նախատեսեր, որ դու օրենքով նախատեսես, այս անգրագիտությունը ոնց անցավ, չէ, որտեղ բա ասում եք Նիկոլ Փաշինյան Ռուսաստան չի գնում, Էլա Պանֆիլովան լսողը չի մտածի, որ Նիկոլ Փաշինյանն էլ է Ռուսաստան գնում, ու այնպես չի որ ասեն, բա գիտեք ինչ Ռուսաստանից գալու են քվեարկին դեմն առանք, օրենքի դեմն առնելը որն է, մենք խոսում ենք օրենքը իրավունք ունես, թե իրավունք չունես, եթե իրավունք չունես, անում ես, ցանկացած հարցում քո ուզած ձևի կանես, արդեն Ռուսաստանից վերցրած տարբերակները նայում ենք։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լի Ցզյան Չինաստանը հավանություն է տալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի կանոնադրությունում նշվել է որպես թշնամական պետություն։ Այս տարի լրանում է Տոկիոյի տրիբունալի 80-ամյակը, թշնամական պետության մասին այս դրույթի իմաստի հիշեցումը, ինչպես նաև դրա
ուժի շեշտադրումը կարևոր նշանակություն ունի Չին ժողովրդի ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում եւ համաշխարհային հակաֆաշիստական պատերազմ ձեռք բերված արդյունքների պաշտպանության, ինչպես նաեւ միլիտարիզմի ուրվականի կրկին ուժ հավաքելու կանխարգելման համար։ Ինչն է հետաքրքիր։ Նայեք, այն որ պատմական փաստերը պետք է միշտ ուսումնասիրել, խնդրեմ։ Ես բարբերաբար անդրադառնում եմ չլինելով պատմաբան, որտեղ եթե ինչ-որ բան ասում ես, պետք է ասես, ինչ վիճակում ենք հայտնվել, ինչու ենք հայտնվել եւ ինչ անենք այս վիճակից դուրս գալու համար, ինչպես կարող է չնայած որտեղից ենք եկել։ Բայց պատմական փաստերը չի կարելի աղավաղել, սա հայկական տարածքում տարածված է, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, այս բարբերաբար ասում եմ չունենանք այդպես դաշնակիցը, բայց փաստ է, օրենքով դաշնակիցը այս իշխանությունները չեն վերանայում դա։ Եվ այս պարագայում ինչա ստացվում, որ Ռուսաստանը միտեղ արդարանում է, Իրանը պաշտպանում, մարդիկ ասում են, արա դե ճիշտ է ասում էլի։ Ռուսաստանը ճիշտ է ասում, այս Ճապոնիան ինչ է ուզում Ռուսաստանից։ Եվ ստացվում է այնպես, որ մենք պետք է իմանանք, իսկ մեր դաշնակիցը իսկապես լուրջ է ասում, թե չէ, իսկապես մեր դաշնակիցը ճիշտ է, թե չէ։ Եվ որևէ փաստով դա չաղավաղեն, չինացի չէ, ով ուզում է ասի։ Եթե ստեղծվել է հակահիտլերյան կոալիցիա, 50 պետություն 1945 թվականի հունիսի 26-ին գնացել է Սան Ֆրանցիսկոյում կանոնադրությունը ստորագրել։ Եվ մինչև ավերացման ընթացակարգը անցել է 51 պետություն հոկտեմբերի 24-ին արդեն ՄԱԿ-ը հիմնադրել է։ Ինչու 50-51 դա էլ եմ ասել, որովհետև մի կողմից հարձակվել էր Գերմանիան Լեհաստանի վրա, սեպտեմբերի 1-ին, սեպտեմբերի 17-ին էլ խորհրդային միություններ մտել Լեհաստան, մեջ էին արել։ Հետո Լեհաստանը նույնիսկ ազատագրելուց հետո օրինական կառավարություն իշխանություն չկար, որ մեկին ճանաչեն, ասեն սա է այս պետության ղեկավարը։ Եվ այդ պարագայում ով գնար ստորագրեր։ Բայց երբ որ հունիսի 26-ից հետո տեղի ունեցավ Պոտսդամի կոնֆերանսը, արդեն ավարտը հայրենական պատերազմի, ինչպես ասում էին, խորհրդային միությունում եւ նաեւ երկրորդ համաշխարհայինը, որ գիտենք, արդյունքներն էին ամփոփում հուլիսի 17-ից օգոստոսի 2, այդ ժամանակ խորհրդային միությունն ասեց, որ եկեք Լեհաստանին ճանաչենք իշխանությունը, որպեսզի կարողանա ՄԱԿ-ի անդամ դառնա ու ճանաչեցին։ Դրա համար դարձավ 51 պետություն։ Հիմա 51 պետությունով ստեղծել եք ՄԱԿ։ Պարզա հակահիտլերյան կոալիցիայի պետություններով, պարզա Ճապոնիային պտի թշնամի համարեիք, պարզա Գերմանիային պտի համարեիք, պարզա Իտալիային պտի համարեիք, բա հակահիտլերյան կոալիցիա էր, բա ինչ էիք ուզում, Ճապոնիան էր Հիտլերի դաշնակիցն էր, մի բարդ բան էր հասկանալու, բայց դրանից հետո բան չի փոխվել աշխարհում, այս որ այս օրինակը բերում եք, բան չի փոխվում, բայց եթե Ճապոնիան թշնամի էր, մի հատ նորից իրանց ձևակերպումը նայենք, ՄԱԿ-ի կանոնացիայում նշվել է որպես թշնամական պետություն, բայց թշնամական պետության, որ ասել է, եւ դա վաղեմության ժամկետ չունի, ոնց ասել են դա ուժի մեջ է։ 1956 թվականին Ճապոնիան ոնց դառավ ՄԱԿ-ի անդամ։ Թշնամուն դարձել եք ՄԱԿ-ի անդամ։ Եվ այդ Ճապոնիան անգամ եղել է Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ մի քանի անգամ։ Դե որտեղ գիտենք, մշտական անդամ 5 հոգի պետություն են, 10 պետություն էլ փոփոխվող տարբերակով Ճապոնիան պարբերաբար եղել է։ Այսինքն դուք թշնամուն դարձել եք ՄԱԿ-ի անդամ, 51-ից դարձել է 193, ՄԱԿ-ում հեչ բան չի փոխվել, ժողովուրդ ջան։ Որ շարունակում եք հիշել, որ Ճապոնիան թշնամի է, ում է թշնամի եղել։ Այդ ում որ թշնամի է եղել, նրանք արդեն իրան ասում են, արի, աշխարհը փոխվել է։ Գերմանիան երկու երկրի էր բաժանված, հիշում եք 49 թվականին, երբ որ 3 օկուպացված տարածքները Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կպցրեցին, խորհրդային միությունն էլ դեմոկրատական հանրապետություն հաստատեց իր օկուպացված տարածքերը 49 թվականին։ Ունեցավ Գերմանիան երկու պետություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը եւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։ Եվ այդ նույն Գերմանիան 1973 թվականին այս երկու Գերմանիաները միաժամանակ դարձել են ՄԱԿ-ի անդամ։ Հակահիտլերյան կոալիցիայի անդամ պետությունները չեն այս որոշումը կայացրել, ժողովուրդ ջան։ Իսկ 1990 թվականին, երբ որ երկու Գերմանիաները միավորվեցին, իսկ արդյունքում դեմոկրատականը միացավ Դաշնայինին, որտեղ ինքը փոքր էր իր կշռով։ Դրա համար ավտոմատ կերպով դառավ ՆԱՏՕ-ի անդամ եւ ավտոմատ կերպով Եվրամիության անդամ եւ ավտոմատ կերպով էլ մի պետություն մնաց ՄԱԿ-ի անդամ։ Դա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն էր։ Բա ուր մնաց հակահիտլերյան կոալիցիան։ Կարող է մի հատ Լավրովին մեկ էլ էսով էր Լինց Հզյանին մի հատ ասենք ընկեր, կարող է մի հատ այդ նայես։ Բա Իտալիան էլ 1955 թվականին դառավ ՄԱԿ-ի անդամ։ Կարող է այդ էլ պետք է թշնամի համարենք մինչև հիմա 2026 թվականին։ Պատմական փաստերը չի կարելի նենգափոխել, չի կարելի
այս ձևով ներկայացրել։ Իսկ եթե չինացիք sense լավ հուզված ձևով ներկայացնում են, թե ինչ ա եղել այդ թվերին, կարող է պատահաբար հիշեն, որ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ որ ՄԱԿ-ը հիմնադրվել է, այդ ժամանակ Անվտանգության խորհրդի մշտական անդամը Գոմինդանի կառավարությունն էր 45 թվականին, իսկ 49 թվականին, երբ որ քաղաքացիական պատերազմի արդյունքում կոմունիստներն եկան իշխանության հոկտեմբերի 1-ին, նույնիսկ այդ պարագայում աշխարհը ճանաչում էր Գոմինդանի կառավարությունը, որը կոչվեց Տայվան։ Գոմինդանի կառավարությունը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Այդ աթոռին նստած էր Գոմինդանի կառավարության ներկայացուցիչը։ Մինչև 1971 թվականին, նորից հիշացնենք, մեր այսինչ էր Ցեզյանին մի հատ նորից չասենք, ընկեր այդ որ տես խոսում է ճոռոմ, մի հատ չեք նայել պատմությունը ինչա կատա, բայց չէ տեղները չէիք զիջում նրան։ Բայց ասում եք, այն ինչ որ եղել է 45 թվին չպետք է փոխվի։ Բայց այդ մարդը մինչև 71 թվին այդ աթոռին իրանք էին նստած։ Ինչի ասին վեր կացեք մենք նստենք։ Թե ձեզ ա վերաբերում, կարակ այդ ամեն ինչը փոխեք։ Ու բացի դրանից, մի ուրիշ բան էլ մտածենք։ Խորհրդային միությունն ու Ճապոնիան որ պատերազմն է եղել, խորհրդային միությունն է Ճապոնիային պատերազմ հայտարարել, Ճապոնիան խորհրդային միության դեմ կռվում էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիան խորհրդային միության վրա է հարձակվել, ժողովուրդ ջան։ Ճապոնիան շատ ագրեսիվ քաղաքականություն ավարել, իր դաժանությամբ շատերը չեն ուսումնասիրել։ Երբ որ Ճապոնիայի արա դաժանությունները ուսումնասիրեք, բանը Մուսոլինին ու Հիտլերը պետք է գնային իրանց մոտ դասերի։ Մի հատ ասում են տղեկ, էս ինչ եք կարողացել անել, մարդիկ լավ խաբարել չեն։ Անընդհատ այս կողմի մասին են խոսում, իսկ այդ կողմի արածները չեն ասում։ Սրա մասին չի խոսքը, Ճապոնիայի դաժանությունները նույնիսկ համեմատելու չի, բայց դա ինչ կապ ունի փաստերն աղավաղելու հետ։ Խորհրդային միությունը Ճապոնիայի հետ կնքել է չեզոքության պակտ 1941 թվականի ապրիլի 13-ին։ Այսինքն Գերմանիան հունիսի 22-ին է խորհրդային միության վրա հարձակվել։ Դրանից առաջ խորհրդային միությունը Ճապոնիայի հետ փաստաթուղթ դաստորագրել չեզոքություն պահպանելու։ Ճապոնիան ձեր վրա հարձակվել է, չէ։ Ճապոնիան եղել է Գերմանիայի դաշնակիցը, ձեր վրա հարձակվել է, չէ։ Իսկ դրանից հետո ԽՍՀՄ դենոնսացիա է արել այս պակտը, այսինքն չեղարկել է իր կողմից, էլի դուրս է եկել այդ համաձայնագրից, պակտից, հայտարարելով, որ Ճապոնիան օգնում է Գերմանիային, կռվում է ԽՍՀՄ-ի դաշնակիցների հետ, ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի։ Մի հատ հարց է ծագում, այդ որ կռվում է դաշնակիցների հետ, նոր իմացար։ Հայտնի արտահայտություն կար, չէ, 100 տարվա, որ ասում էր լավ պաշարնիկ կաշխատես, ժամանակին անմիջապես հասար դրան, մի քանի տարի հետո գլխի ընկար ինչա կատարում, էլի, ասենք հրշեջ հանկարծ լեզվի տեսչության հետ խնդիր չունենանք։ Բայց որ 41 թվականի ապրիլի 13-ին կնքել եք չհարձակման պայմանագիր, չեզոքության, ու ինքը քո վրա չի էլ հարձակվել, չի մտել պատերազմ Գերմանիայի կողմից։ Դրանից հետո դու պատերազմի, դուս ես գալի այդ համաձայնագրից, որտեղ ասում ես իրանք կռվել են Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի հետ, բայց ինքը երբանից է կռվել։ 41 թվականի դեկտեմբերի 7-ին է Փիրխարբալի վրա հարձակվել։ Դրա հենց հաջորդ օրը պատերազմը հայտարարել Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ճապոնիային ու մտել է պատերազմի մեջ։ Իդեպ դա էլ հիշեցնենք, Փիրխարբալին, երբ որ Ճապոնիան հարձակվեց նրա վրա, Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը մեր մեջ մնա, բայց լավ էլ ուրախացել էր, ասեց հիմա Ամերիկան կմտնի պատերազմի մեջ։ Մեռանք համոզելով չէր մտնում։ Ու որպեսի ժեստանի, առաջինը ինքը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ 9 ժամ հետո նոր կոնգրեսը հաստատեց եւ պատերազմ հայտարարեցին Ճապոնիային։ Եվ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը այո որոշումը կայացրեց մտնեն պատերազմի մեջ։ Բայց այդ դեպքում երբ որ խորհրդային միությունը ինքը մտավ պատերազմի մեջ Ճապոնիայի հետ, այն ուլտիմատումը, որը ներկայացված էր Ճապոնիային, ներկայացել էր Չինաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիա, որտեղ երեքն է պատերազմի մեջ էին Ճապոնիայի հետ 1945 թվականի հուլիսի 26-ին Պոստդամի կոնֆերանսի ժամանակ։ Խորհրդային միությունը չէր կարա դրան միանալ, որտեղ ինքը պատերազմ չէր հայտարարել Ճապոնիա, ինքը պատերազմի մեջ չէր։ Այդ դու նրան պատերազմ հայտարարեցիր եւ մտար պատերազմի մեջ նրա դեմ։ Եվ բացի դրանից, ինչ էր քո արածը, հարավային Կուրիլները վերցնել հարավային Սախալինը։ Այդ դու ես գնացել վերցնես այն տարածքները, որը ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ճապոնացիք քեզանից վերցրել էին։ Խայտարակ պարտությունից հետո անենց բաներ էին դրել
ցարական Ռուսաստանի վզին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հազիվ ասեց տղեկ սենց չի լինի։ Այս Ղազագի ստորագրել եք տալիս Ռուսաստանին։ Պորտսմութի հաշվետվությունը բաով նախաձեռնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ բերեց կանչեց մի քիչ էլ նեցարեց ռազմատուկ անկման չվճարել Ռուսաստանը։ Մի հատ գնացեք պարտական եղեք Ամերիկային։ Այդ ձևի է եղել, դու այդ տարածքները, որը վերցրել ես, այդ տարածքներում դու կռվել ես, որովհետև այդ տարածքները կորցրել էիր պատերազմի արդյունքում թուղթել ստորագրել էիր, որ քոնը չի։ Դրանից հետո ես գնացել վերցրել, դա Ճապոնիայի հետ ինչ կապ ուներ, որ հիմա բողոքում ես Ճապոնիայից։ Իդեպ Թեոդոր Ռուզվելտին հետ Պորտսմութի հաշտության համար տվեցին խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այնպես որ ուզում եմ ասեմ, ես իմանանք, որ այս կարգի բաներում մեր վերաբերմունքը կոնկրետ անկախ նայած համակրանքում կողմնակամ հակակրանքը ում նկատմամբ է, ամեն դեպքում պատմական փաստերը չի կարելի աղավաղել։ Երբ Սպիտակ տանը լրագրողը Դոնալդ Թրամփին հարցրել է, թե ինչու Կիմ Չեն Ընը չի պատասխանել իր զրույցի առաջարկին, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հյուսիսկորեացի առաջնորդն այնուամենայնիվ պատասխան է փոխգործակցությանը բնութագրելով միայն որպես դրական։ Կիմ Չեն Ընը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել ինձ։ Մենք բազմիցս հանդիպել ենք, փաստորեն երկու անգամ զրուցել եւ միասին ժամանակ անցկացրել։ Ես նրան հասկանում եմ եւ նա հասկանում է ինձ, ասել է Տրամփը։ Մի հատ դիկտատոր, որ այսօր հիմա միջուկային զենք ունի, շանտաժանում Հարավային Կորեային, կխփե մեզ կանե։ Դոնալդ Տրամփը ասում է Հարավային Կորեա դադարեցնում ենք զորավարժությունները, հետ ենք քաշվում գալիս ենք, հանկարծ Կիմ Չեն Ընին չնեղացնենք, որովհետեւ շատ եմ հարգում ես իրան։ Կիմ Չեն Ընինը, որ քեզ հարգում է, այդ հարգանքը անպատվաբերություն է, թե պատվաբերություն է Ամերիկայի նախագահի համար, որ գլուխը գովալով պատմում է։ Նրան դուր չէր գալի ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, նրան դուր չէր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման, նրան ոչ ոք դուր չէր գալիս, բայց ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Այնինչ ես ասում եմ, իրավիճակն ավելի անվտանգ է դարձնում, հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կրճատում է ռազմական զորավարությունների ծավալը, քանի որ Հարավային Կորեան հրաժարվել է օգնել Վաշինգտոնին Իրանի հարցում։ Էս էլ ուղղակի նեղացել էր, թե բա կօգնես, ասել էր չէ։ Մենք չենք կարող պաշտպանել այս բոլոր երկրներին, հատկապես երբ նրանք պատրաստ չեն օգնել մեզ, ասել է Թրամփը։ Հիմա մենք տեսանք սրա հետ կապված էլ նայենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լրջորեն դաշնակից ու դերակատարություն է աշխարհում կորցնում։ 45 թվականից հիշատակենք նորից այդ ժամանակներից Ամերիկայի ազդեցությունն եղել է Հարավային Կորեայի վրա, դու այսօր հիմա դրանից հրաժարվում ես, մենակ նրան որ Կիմ Չեն Ընը չնեղանա քեզանից, որովհետեւ շատ եք իրար սիրում։ Այդ սերն էլ փոխադարձ է, էլի շատ զարմանալի է։ Հազվադեպ է աշխարհում փոխադարձ սերելնում, այս երկուսին բռնի։ Եթե միայն այն որ ասում է ձկնորսին հերվից է տեսնում, միայն մի դեպքում կարող է այն ներքին դիկտատորական հակումները, որը չի ստացվում Ամերիկայում կյանքի կոչել, նախանձով է ինքը շփվում Կիմ Չեն Ընի հետ, որը որ կարա մինչև կյանքի վերջ ապրի ու աշխատի, ինչքան որ հնարավորություն ունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50% մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել վաղ առավոտյան, 3 օր ժամանակով այն հիմքով, որ Կանադան եւ ԱՄՆ փաստաթղթերի վերջնական տեսքի բերելուն պես գործարք ունեն։ Շատ լավ է, որ համաձայնության կան չեղարկեն, որովհետև անտրամաբանական այսօր Կանադայի դեմ այդ քայլերն անել, մանավանդ Կանադան էլ միացավ Իրանի դեմ պատժամիջոցներին, դրա մասին խոսել ենք, ես ձեզ ներկայացրել եմ ու ասել եմ շատ ճիշտ արեց, որ միացավ, Դոնալդ Թրամփի հետ ամեն անգամ անհարգալից խոսալ է, ինքը լավ էլ կարողանում է Կանադայի շահերը պաշտպանի, համենայն դեպս Մարկ Քարնին Ջասթին Տրուդո չի էլի, նենց մեծ խոսա կամ նենց անլուրջ հայտարարություններ անի, Տրուդոին չէին էլ սիրում Կանադայում։ Այնպես չի, որ Տրուդոն հասկացավ, որ պետք է գնա։ Ով նրան հանեց։ Ինքը հասկացավ, որ պետք է գնա առանց բանի արտահերտ ընտրություններ հրաժարական տալով դուրս գալ, որովհետև գիտեր երկրի մթնոլորտը իր հանդեպ ժողովրդյան։ Այնպես որ հիմա Մարկ Քարնի շատ լուրջ քայլեր անում Կանադայի շահերի համար։ Եվ եթե Դոնալդ Թրամփը ուզում է ցույց տա, տես դու քայլ արեցիր, ես էլ եմ անում, դա միայն ընդհանուր գործին շատ օգուտ է, որովհետև բացարձակ միայն վատ երազում կարելի է տեսնել Միացյալ Նահանգներ Կանադա առճակատում կամ Միացյալ Նահանգներ Եվրոպա։ Բարեբախտաբար այդ հարցը ուժի մեջ է, ոնց որ թե Դոնալդ Թրամփը հասկանում է, որ պետք է կարգավորի, թեկուզ ցույց տա, որ տեսակ ժեստարին ես էլ պատասխանեցի։ Իսկ հիմա նայենք, որ Իրանի հետ կապված հարցը կարգավորված չի, լարումը բացարձակ չի անցել։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլահի
Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ զինված ուժերի տեղակայմանը եւ ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ։ Այս այն մտավախությունն է, որ ասում եմ, չափը պետք չի անցնել Ամերիկայի ներկայությունը Հայաստանում, նույնիսկ եթե զենքով զորքով չի, Իրանը համարի, որ իր համար սպառնալիք է։ ԱՄՆ ռազմական ավիացիայի այսպիսի քանակի առկայությունը, հատկապես ինքնաթիռ լիցքավորողների տարածաշրջանային բազաներում առանց ընդունող երկրների գիտության թվում է ծայրահեղան հավանական։ Աբդոլլահին զգուշացրել է, որ ԱՄՆ ագրեսոր բանակին ցանկացած օգնություն եւ աջակցություն Թեհրանի կողմից կդիտարկվի որպես հանցակցություն ԱՄՆ ռազմական ուժերի հետ։ Հիմա դուք սա համեմատեք թրիփի հետ կապված, մենք չգիտենք ինչ տեխնիկա կարող է գա Հայաստան, ինչ կարող է տան Հայաստանին, որի պարագայում Իրանը դա դիտարկի որպես ռազմական աջակցություն։ Աստված մի արասե պակասները սենա, որ հիմա էլի Իրանի հետ հակամարտության մեջ մտնենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իրանին ԱՄՆ-ի հետ ժամանակավոր հրադադար պետք չէ։ Որոշ երկրներ առաջարկել են կապեր հաստատել, միջնորդ լինել։ Մեր պատասխանը նրանց բացարձակապես հստակ էր։ Մենք հրադադար չենք ուզում, մենք ուզում ենք պատերազմի ավարտ, նշել է Արաղչին։ Իսկ անդադ Դոնալդ Թրամփն ասում է հիմա կանգնացնենք, այս կանենք, հետո այն կանենք։ Մեկը բայց որևէ կերպ ինքը չի գնում համաձայնության, որովհետև Իրանը չի ընդունում կապիտուլյացիոն պահանջները։ Ընդհակառակը ինքը իր պահանջն է առաջ քաշել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում եւ նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է լիակատար ուժի մեջ եւ գործում է։ Հորմուզի նեղուցը բաց է եւ գործում է։ Բոլոր ծովային ականները հեռացվել կամ փայտեցվել են։ Մի օր ասма բաց է, մի օր ասma փակ է, մի օր ասma բաց է, մենք ենք բացել, մի օր ասma այս Իրանը փակել է, մենք իրան կխփենք, եթե չբացի։ Մի խոսքով տենց էլ ինքը չի կողմնորոշում, ոնց ասի, որ մարդիկ հավատան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ օտար ուժերն ու օտարերկրյա բազաները ոչ միայն չկարողացան ապահովել անվտանգություն, այլ փոխարենը վերածվեցին անվտանգության խաթարողների։ ԱՄՆ ռազմականներ չունեցող երկրներն ավելի քիչ վնաս են կրել, ուշադրություն, սա մեզ էլ է վերաբերվում։ Մինչդեռ օտարերկրյա բազաները չեն կարողացել պաշտպանել նույնիսկ իրենց շահերը հարձակումներից։ Այս պատերազմը շատ արդյունավետ էր անվտանգության եւ քաղաքական հարցերի նկատմամբ տարածաշրջանային մոտեցումների, ինչպես նաեւ Իրանի հետ համակեցության ձևի փոփոխության հարցում։ Կարծում եմ տարածաշրջանի երկրների միջև ստեղծվել է ավելի ճշգրիտ եւ ճիշտ ըմբռնում։ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը անպայման պետք է լինի կոլեկտիվ անվտանգություն, նշել է նախարար Արաղչին։ Հիմա հարց։ Առաջինը ասում է նա ով բազա չուներ ավելի անվտանգ է, քան նա ով բազա ունի։ Հիմա դրանից հետո մտածենք, իսկ եթե մենք բազա ունենանք, անվտանգ է թե չէ։ Եվ երկրորդ խոսում է կոլեկտիվ անվտանգության մասին։ Ես չգիտեմ Իրանը որ կոլեկտիվ անվտանգության մեջ է իրան տեսնում, բայց ամենայն դեպս իր շուրջ, եթե չասենք իր դեմ, կոլեկտիվ անվտանգության հարց առաջացավ իսլամական ՆԱՏՕ-ն, Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Թուրքիա։ Եվ էլ առաջարկություններ անում տարբեր երկրների։ Մենք մենակ Եգիպտոսը գիտենք, բայց մենակ Եգիպտոսին չեն ասել։ Բոլորին էլ ասել են, եկեք միանանք գործընկեր պետություններ, մահմեդական երկրներ։ Այս պարագայում համենայն դեպս Իրանը թոմեատասի ինքը կոլեկտիվ անվտանգության ոնց է պատկերացնում մեր տարածաշրջանը։ Մեզ ասում են հույսները ստի մեր վրա դնենք։ Բարձրամա մեր հարևանները լավ էլ կոլեկտիվ անվտանգության մեջ են, մի հատ էլ Իրանն է խոսում դրա անհրաժեշտության մասին։ Աբբաս Արաղչի ձեռք բերված պայմանավորվածությունները բխում էին Իրանի շահերից, սակայն երկու շաբաթ էլ չանցած ԱՄՆ սկսել է խախտել դրանք։ Իսրայելն այս պայմանավորվածությունների գլխավոր հակառակորդն է եւ դրանց իրականացման հիմնական խոչընդոտը։ Ընդգծված ձևով Իրանն ասում է, որ Իսրայելը թույլ չի տալի խաղաղություն։ Իսրայելը ճնշում է, Իսրայելը պարտադրում է խաղաղություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ տեսնում է, որ դա հնարավոր չի Իսրայելի խաթրով գնալ, ուշ թե շուտ նաև խնդիրները առաջանալու ընտրությունների, հոկտեմբերի 27-ին Իսրայելի պարլամենտի Կնեսետի, նոյեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկու պալատների, մեկը 1/3 ռոտացիա Սենատ, որը 6 տարին մեկ ալնում, եւ մեկ էլ Կոնգրես ստորին պալատ, որը 2 տարին մեկ ամբողջությամբ ընտրությունների արդյունքներում կարող է նոր իրավիճակ առաջանա եւ Դոնալդ Թրամփը այդ մեծամասնությունը չունենա։ Այսինքն այդով է Իսրայելին օգնելու։ Կարող է Իսրայելը ավելի շուտ փոխվի եւ այդ ագրեսիվ վարկագիծը, որ հանկարծ խաղաղության չգնաք, իրավիճակ փոխի։ Մենք ամեն դեպքում շատ ուշադիր դրան կհետևենք, որովհետեւ դա հավատացնում եմ ձեզ ավելի շատ մեր շահերից է բխում։ Իրանը չի ավարտվի, չի քայքայվի որպես պետություն, եթե մի քիչ շահերը այս կողմ չլինի կամ այն կողմ գլա չափերն ու բնակչությունը նայեք օգտակար հանածոներն ու հնարավորությունները։ Առավել
ևս Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում։ Մենք ենք, որ կարող է ցանկացած սխալի պարագայում պետականության կորուստի առաջ կանգնենք։ Այն դեպքում, երբ որ տեսնում ենք մեր իշխանությունների վերաբերմունքը, թե ինչա պատկերացնում անել։ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներ։ Նախագահ Թրամփը հիմա դե որպես իր բանագնացա, բայց դե ուզում եմ ասել, որ մասնագիտությամբ Թրամփի փեսա է աշխատում, էլի։ Նախագահ Թրամփը հիմա կենտրոնացված է տնտեսական ճնշման վրա։ Նախագահը պատրաստ է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից։ Սակայն այժմ իրանական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերում Վաշինգտոնի համար ընդունելի պայմանների ուղղությամբ։ Եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել այն գործարքը, որը քննարկում էր մեզ հետ, եւ հրաժարվել միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, ապա ակնհայտորեն Թրամփը պատրաստ է համաձայնագիր կնքել, բայց հենց հիմա նրանք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում որևէ բան անելու հարցում, ինչը իմաստ կունենար մեզ համար, ասել է Քուշները։ Նայեցիք հիմա պատկերացրեցիք, որ որևէ ձևով չեն կարողանում համաձայնության գալ։ Այս միջուկային զենքն էլ ասում են նրա համար, որ ասեմ բանակցությունը դրա համար է դադարում։ Այն բանակցությունները, այն կետերը, որը քննարկում եք, դրա մեջ միջուկային զենքի հարցը դրված չի։ Ատոմը հարստացնելու խաղաղ ատոմի ծրագիրը կամ զենք ստեղծելու ծրագիրը այդ բանակցության փաթեթի մեջ չկա։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ ամերիկացիները կարծում են, որ Իրանին ճնշելով կհաջողվի ստանալ զիջումներ, որոնք երբեք համաձայնագրի մաս չեն կազմել։ Բեսենտն ու Հեքսեթը նկատի ունի ֆինանսների նախարարն ու պաշտպանության նախարարը իրենցից շատ հեռու են։ Դադարեք սպասել, որ ծաղրացուների խումբը գլխարկից նապաստակ հանի եւ մաքրի ձեր ստեղծած խառնաշփոթը, նշել է Ղալիբաֆը։ Այս այն Ղալիբաֆն է, որն էլ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավարն էր, Ամերիկայի կողմից փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նկատի ունեն պակիստանյան պայմանավորվածություններում, հետագայում էլ իհարկե։ Ինքը բավական լուրջ կշիռ ու դերակատարություն ունի այս ամեն հարցում եւ տեսնում եք ինքը միշտ կատեգորիկ հիշեցնում է, որ ին վրա հույս չդնի Ամերիկան, որ հանկարծ ես կարող եմ իրանց հետ օգնել ընդդեմ մեր իշխանությունների։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանից չի հանվել շրջափակումը, չեն ապասառեցվել իրանական սառեցած ակտիվները, չի չեղարկվել նավթային էմբարգոն, չեն դադարեցվել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ինչպես նաև չեն կատարվել հուշագրի այլ պայմաններ։ Հիմա տեսնում եք այս ամեն ինչի հետ կապված հարց է առաջանում, որ նոր ոնց որ խոսում էր Դոնալդ Թրամփը, ոնց որ այդ հարցերը ինքը լուծել էր, Հորմուզի նեղուցն ինքն էր փակել, ոչ թե նրանք։ Հիմա դուք տեսնում եք այս լարվածությունը, ամենակարևորը նաև տեսնում եք, թե մեր խորհրդարանը ինչ է քննարկում, ինչ է քվեարկում, ինչ է անում եւ պատկերացրեք ինչ բեռ է անգնում մեր հասարակության վրա, ինչ բեռ է անգնում հանրության վրա, որպեսզի պատկերացնեն հրապարակային գործիչների վրա, որպեսզի կարողանան գոնե համարժեք ներկայացնեն այն իրավիճակը, որը մեր երկրում եւ մեր շուրջ գոյություն ունի։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։